Բարի օր, ժողովուրդ ջան։ Հերթական հիբրիդային պատերազմի երևույթը տեսանք համացանցում։ Ու հետաքրքիրն է, որ իրանցից իրավապահ ներկայացնող անձնավորություններն են, հա, այդ նյութերը տարածում։ Նա հարց եմ ուզում տամ բոլոր խելացիներին։ Yandex Taxi-ն գործում է Եվրազիայի բոլոր պետություններում։ Կրգստան, Կազախստան, Բելարուսիա, Ռուսաստան, Հայաստան, Yandex Taxi-ն գործում է։ Կարամ չէ, ես խոսքի։ Այստեղից տաքսի վարձեմ, տանի ինձ Ռուսաստան։ Yandex Taxi, կարամ։ Կարա չէ, Ռուսաստանից ինչ որ մեկը տաքսի զակաց տա, Yandex Taxi, ու գա հասնի Երևան։ Կարա չէ։ Հա, գա հասնի Երևան, կարող է 2 օր ստեղ քշի, իրավունք ունի։ Ահա։ Հիմա ի՞նչ է դուրս գալիս, որ Հայաստանի Հանրապետություն յուրաքանչյուր ադրբեջանցի, թուրք, կարա լինի Yandex Taxi վարող, Ռուսաստանից գա հասնի այստեղ։ Զակաց բերի կամ պրոստը գա։ Մտածել եք այս մասին։ Ընդ որում Ռուսաստանի Դաշնության անձնագրով։ Այսինքն ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, բայց ազգությամբ ադրբեջանցի է, Yandex Taxi վարորդը վերցրել է, ստացել այդ զակազը ու բերում է։ Ասենք, ես ուզեմ հասկանամ իրավական որ նորմով եք դուք դրա դեմ առնելու, հա։ Ընդ որում, շեշտեմ մի հանգամանք, Ռուսաստանի Դաշնության անձնագրերի մեջ չի գրվում ազգությունը, իսկ Ռուսաստանի Դաշնությունում լիքը մուսուլմանական ազգեր գոյություն ունեն, դագեստանցիներ, չեչեններ, թաթարներ, ասենք կար այդ նույն անձնավորությունը, իր Զագրան պասպորտ կնի ձեռը, թե Ռուսաստանի Դաշնության անձնագիր կնի ձեռը, մեջ գրած չի ինքը ով է, ազգությամբ, հա։ Ինքը կարա ասի թաթար եմ, բայց լինի ադրբեջանցի, ես ուզում ես մի հատ հասկանամ, այդ ո՞նց է։ Իրավական որ նորմով է դուք սրա դեմ առնելու։ Ես ընդհանրապես ուս եմ մնում այն մասին, որ այս վարորդը ադրբեջանցի չի եղել, թուրք չի եղել, թուրք մեն է եղել։ Դրանք տարբեր ազգեր են, էլի, բայց կապ չունի։ Այդ հարցից կպատասխանեք։ Դրա համար մի հատ բան եմ ուզում դեզ առաջարկեմ, Ռուսամեդներ ջան։ Այդ որ տենց լավ լսնում եք տակներդ ադրբեջանցի լսելուց կամ թուրք լսելուց։ Բա կառավարությանը դիմեք, թող մի հատ Ռուսաստանի ճանապարհը փակի, որ Ռուսաստանի ոչ մի քաղաքացի այլևս ոտ չդնի Հայաստանի Հանրապետություն։ Դիմեք։ Թե ձեր ռուսական քաղաքացիություն ունեցողնա իրանց կարելի է։ Իսկ եթե հանկարծ օդի մեջ լսում եք ադրբեջանցի վույքա, պամպերսի ռազմերը չեք գտնում արձականերում։ Ես 28 տարի ապրեցի Ռուսաստանի Դաշնությունում, Մոսկվա քաղաքում։ Հələ մի հատ հայ չեմ տեսել, որ ադրբեջանցի տեսնի, հուզվի։ Բայց հենց դուք Ռուսաստանի ապրողները, Բելարուսիայի ապրողները, ասենք եթե ինչ-որ մի թուրք տեսնեք, դուք պարտավոր եք հարգել։ Ինչ-որ ադրբեջանցի տեսնեք, դուք իրավունք չունեք բրտսնեք։ Բայց Հայաստանի ժողովրդին պարտադրում եք հուզվեն։ Մի հատ կարակ բացատրեք, ես ինչ աննորմալ երևույթ է։ Ու հետաքրքիրը այն է, որ ավելի շատ իրենց համացանցում ճղում պատառոտում են այն մարդիկ են անձնավորությունները, որոնք չեն քնում գիշերները, սպասում են, որ Պուտլերը մտնի Հայաստան, Պուտլերը ոտը դնի Երևան, Պուտլերը դարձնի Հայաստանը իր գուբերնիան։ Ամենահետաքրքիր բանը դա է, որ սաղը Ռուսաստաններում, էլ Թուրքի, էլ վրացու, էլ ադրբեջանցու կողքի ապրում ու աշխատում եք, խնդիր չունեք։ Բայց Հայաստանի Հանրապետություն լսում եք ադրբեջանցի կամ թուրք, հիստերիկ եք դառնում, հիստերիկ։ Այն բառապաշարից չօգտագործեմ, թե ինչ օրն եք ընկնում ու ինչ օրն եք գցում համացանցը։ Ժողովրդին էլ հետ է։ Մի բան էլ շեշտեմ, կարող է պատահի ասեք, դե Ռուսաստանի Դաշնությունում մենք ապահովված ենք, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում ոչ մեկ իրավունք չունի, չոր ազգերի հարց բարձրացնի եւ այլն, բոլորը հավասար են։ Տոլավ է։ Անկամից եկեք պատասխանեմ, հա, ու հիշեցնեմ սկրելոցիկներին։ Այդ Ծիրանի օրով որ բռնեցին հայերին, պատանդ վերցրեցին։ Մի հատ թուրք բերեք, մի հատ ադրբեջանցի բերեք, որ նստել է։ Մեկին գոնե։ Կամ որ այդ բիզնեսմենը պատժվեց։ Մի հատ այդ փաստերը բերեք, տեսնեմ էլի։ Հենց որ այս կուտը կտանեք ձեր ընտանիքներում կուտեք միասին իրար հետ։ Ու այդ նույն Բացիայի երկրից, այդ նույն Բելարուսիայից, այդ նույն Ռուսաստանից, ինչ որ չաթոներ դրանց մեզ թուրք են անվանում, բայց իրանք առավոտից թուրքի կողքը, ադրբեջանցու կողքը, Ռուսաստանում ու Բելարուսիայում տրճիկ են տալիս։ Յախ։ Երեք Ռոբերտ Քոչյանը հայտարարեց, որ միայն ինքը կարող է երկիրն այս վիճակից հանել եւ որ իրենից ավելի փորձառու ոչ ոք չկա։ Ինձնից լավ այս վիճակից ոչ ոք չկարա երկիրը հանել։ Ես ուզում եմ հիշեցնել Ռոբերտ Քոչյանի կառավարման փորձառությունը եւ այն թե ինչպես Քոչյանի օրոք մսխվեցին ջրի գնով օտարվեցին Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունները։ Եվ այսպես 2002 թվականին Ռոբերտ Քոչյանի իշխանության տարիներին կնքվեց գույք պարտքի դիմաց համաձայնագիրը Ռուսաստանի հետ։ Եվ այդ համաձայնագրի արդյունքում ընդամենը $95 միլիոն պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց կարևորագույն նշանակություն ունեցող 5 օբյեկտներ։ Հրազդանի ջերմակայանը առանց 5-րդ բլոկի։
Մարս գործարանը եւ 3 ընկերություններ, նյութաբանության գիտահետազոտական եւ արտադրական ձեռնարկությունը, Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի եւ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը։ 1998 թվականի ապրիլի 30-ին կառավարությունը որոշում ընդունեց Հայաստանի գազատրանսպորտային համակարգի հիմնական միջոցները Հայրուսգազարդ Փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու մասին։ Այս որոշման համաձայն Հայրուսգազարդ Փակ բաժնետիրական ընկերության 45%-ն անցավ ռուսական Գազպրոմին, 10% ռուսական մեկ այլ Իտերա ընկերությանը, իսկ Հայաստանին մնաց միայն 45% բաժնեմասը։ 2006 թվականին կառավարության որոշմամբ Գազպրոմին վաճառվեց Հրազդանի ջեկի 5-րդ էներգաբլոկը։ Հետագա տարիներին Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ամբողջությամբ վաճառեցին Հայրուսգազարդի հայկական բաժնեմասը, իսկ Հայրուսգազարդը վերանվանվեց Գազպրոմ Արմենիա։ Ավելին, Գազպրոմ Արմենիային է պատկանում հայ-իրանական գազատարը։ Դեռևս 2006 թվականին Գազպրոմին վաճառվեց Իրան-Հայաստան գազամուղի մի հատվածը, իսկ 2015 թվականին վաճառվեց նաև գազամուղի մնացյալ հատվածը, Մեղրիից Քաջարան ընկած 40 կիլոմետրը։ Հեծը նույնպես օտարվեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք։ Չնայած որ այդ մրցույթին մասնակցում էին ոլորտում հեղինակություն ունեցող տարբեր միջազգային ընկերություններ, հաղթող ճանաչվեց օֆշորային մի ընկերություն, որը գրանցված էր Նորմանդիան կղզիներում եւ կապ ուներ ծնունդով ռուսաստանցի մի գործարարի հետ։ Հետագայում հեծի սեփականատերերը մի քանի անգամ փոխվեցին, իսկ 2015 թվականին Տաշիր ընկերությունների խումբը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ գնեց Հայաստանի էլեկտրական ցանցերը։ Վերջերս Հայաստանի կառավարության կողմից հեծի ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո պարզվեց, որ հեծը տարիներ շարունակ բազմահազար քաղաքացիների հավելագրումներով ըստ էության կողոպտել է Հայաստանի Հանրապետության բնակիչներին։ Եվ այս յուրատեսակ թալանի ակունքները եւս գնում են Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակներ։ Հիմա ինչ է ստացվում։ Ընդամենը 95 միլիոն դոլար պարտքի դիմաց Հայաստանի Հանրապետության ստրատեգիական օբյեկտները Ռուսաստանին հանձնած Ռոբերտ Քոչարյանից դատախազությունը այսօր պահանջում է 200 միլիոն դոլարի թալան։ Ուշադրություն դարձրեք, 95 միլիոն դոլար պարտքի համար Ռոբերտ Քոչարյանը օտարում է Ռուսաստանին Հայաստանի ստրատեգիական օբյեկտները, եւ այսօր դատախազությունը նույն Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 200 միլիոն դոլարի թալան։ Եվ ահա այս Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ ինքը կարող է միայն երկիրը հանել այս վիճակից։ Երևի նկատի ունի հանել եւ դնել այն վիճակում, որտեղ որ նորից եւ վերջնականապես Հայաստանի մնացած ստրատեգիական օբյեկտները կհանձնի օտար պետության եւ վերջում սկուտեղի վրա օտար պետության կհանձնի նաեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու պետականությունը։ Սա մենք թույլ չենք տալու։ Հայաստանում իշխանությունը պատկանել եւ պատկանելու է Հայաստանի ժողովրդին եւ թալանին վերադարձ չկա ու չի լինելու։ Խնդրում եմ տարածել այս տեսանյութը, որպեսզի մարդիկ, ովքեր որ չգիտեն, իմանան Ռոբերտ Քոչարյանի կառավարման անփառունակ դեմքը։ Իսկ նրանք, ովքեր գիտեն, բայց մոռացել են, թող վերհիշեն, որովհետև սրանք դեպքեր եւ իրադարձություններ են, որոնք որևէ կերպ մոռացության մատնել հնարավոր չէ։